2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ է մտել առողջապահության համընդհանուր պարտադիր ապահովագրական համակարգը։ Այս փոփոխությունը ներկայացվում է որպես պատմական քայլ, ուղղված առողջապահության համակարգի արդիականացմանը, ծառայությունների հասանելիության ընդլայնմանը և ֆինանսական բեռի նվազեցմանը քաղաքացիների համար։ Սակայն, ինչպես հաճախ է լինում, համակարգային փոփոխությունների դեպքում նոր կանոնները բերում են ոչ միայն հնարավորություններ, այլև սահմանափակումներ, որոնք արդեն իսկ հասարակական լայն քննարկումների առարկա են դարձել։ Դրանցից ամենաշատ արձագանք ստացած թեման շտապօգնության ծառայության կանչերի սահմանափակումն է։ Ըստ պաշտոնական հայտարարությունների, առողջապահության համընդհանուր ապահովագրության փաթեթով քաղաքացին տարեկան կարող է ոչ ավելի, քան 8 անգամ շտապօգնության կանչ գրանցել և ստանալ անվճար բուժօգնություն։ Այս մասին Սպուտնիկ Արմենիայի զրույցում հայտարարել է Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրեն Սահակ Հակոբյանը։ Այս հայտարարությունը հասարակության մեջ առաջացրել է մի շարք հարցեր։ Արդյոք շտապօգնությունը սահմանափակվում է։ Կարող են մարդիկ վտանգավոր իրավիճակում մնալ առանց օգնության։ Ով է որոշելու կանչը շտապ է, թե ոչ, և արդյոք սա խնայողություն է, թե համակարգի բեռնաթափում։ Սահակ Հակոբյանի պարզաբանմամբ, շտապօգնության համակարգում գոյություն ունի բազմաթիվ բացառություններ, որոնք բխում են հենց շտապօգնության տրամաբանությունից։ Նրա խոսքով, ես ձեզ վստահեցնում եմ, որ ոչ մի կանչ անպատասխան չի մնա, և եթե շտապօգնության կանչը տրամաբանության մեջ է, ապա այն անպայման կսպասարկվի աշխատախմբի կողմից։ Այս ձևակերպումը կարևոր է, քանի որ այն հստակ ցույց է տալիս խոսքը օգնությունից հրաժարվելու մասին չէ, այլ ծառայության ճիշտ նպատակային օգտագործումը։ Եթե կանչը չի համապատասխանում շտապօգնության տրամաբանությանը, ապա այն կամ չի սպասարկվի որպես շտապ կանչ, կամ կուղղորդվի համապատասխան առաջնային բուժօգնության օղակներ, կամ որոշ դեպքերում կսահմանափակվի հեռախոսային խորհրդատվությամբ։ Ըստ պաշտոնական տեղեկատվության, 8 անվճար կանչը վերաբերվում է տարեկան կտրվածքով։ Սահմանափակումը չի նշանակում ավտոմատ մերժում։ Սահմանափակումից դուրս կանչերը կարող են վճարովի լինել։ Եթե քաղաքացին գերազանցում է տարեկան 8 կանչի սահմանը, ապա շտապօգնության կանչի արժեքը տարբեր համայնքներում կկազմի մոտավորապես 10-ից 15,000 դրամ։ Այստեղ արդեն առաջանում է սոցիալական լուրջ հարց. արդյոք բոլոր քաղաքացիները կունենան հնարավորություն վճարելու նման գումար, եթե իրավիճակը կրկնվում է։ Շտապօգնության ծառայության տնօրենը հատուկ շեշտել է, որ համակարգի ծանրաբեռնվածության հիմնական պատճառներից մեկը անտեղի կանչերն են։ Կանչեր ենք ունենում, որոնք բացարձակ շտապօգնության հետ որևէ աղերս չունեն։ Ըստ Հակոբյանի, կան քաղաքացիներ, որոնք տարիներով օգտագործել են շտապօգնությունը ոչ որպես արտակարգ բժշկական օգնության միջոց, այլ որպես անվճար տաքսի դեպի հիվանդանոց, որպես դեղատան փոխարինիչ կամ նույնիսկ որպես սոցիալական շփման միջոց։ Նա նշել է, որ համակարգում կան այսպես կոչված թոփ հաճախորդներ, որոնք տարեկան գրանցում են 500-ից 600 կանչ, իսկ մեկ կոնկրետ քաղաքացի 1200-ից ավել կանչ է գրանցել։ Այս թվերը ոչ միայն զարմացնում են, այլև բացահայտում համակարգի իրական խնդիրները։ Անտեղի կանչերի մեծ քանակը բերում է մի շարք վտանգների։ Շտապօգնության մեքենան զբաղված է, երբ իրական արտակարգ դեպք կա։ Բժիշկները ֆիզիկապես ու հոգեբանորեն գերբեռնված են։ Արձագանքման ժամանակը երկարում է, իսկ երբեմն վտանգվում է մարդու կյանքը։ Հենց այս տրամաբանությամբ էլ 2026 թվականից շտապօգնության ծառայությունը նախատեսում է մերժել անտեղի կանչերը կամ սահմանափակվել խորհրդատվությամբ։ Թեման արդեն իսկ ակտիվորեն քննարկվում է սոցիալական ցանցերում։ Մի հատվածը նշում է, որ սա վաղուց անհրաժեշտ քայլ էր, քանի որ համակարգը չի կարող անվերջ սպասարկել չհիմնավորված կանչերը։ Մյուս հատվածը մտահոգված է, որ սահմանափակումները կարող են խոցելի խմբերին զրկել օգնությունից, վախ առաջացնել կանչելուց կամ բերել ինքնաբուժական վտանգավոր փորձերի։ Այս հակասությունն արդեն ցույց է տալիս, որ խնդիրը միայն բժշկական չէ, այլ նաև սոցիալական և հոգեբանական։ Ամենախոցելի հարցը, որը հնչում է քաղաքացիների կողմից, սա է. ով է որոշելու իմ կանչը շտապօգնության տրամաբանության մեջ է, թե ոչ։ Իրականում այս մեխանիզմը նոր չէ, նույնը գործում է նաև այսօր, պարզապես ոչ խիստ կանոնակարգված ձևով։ 2026 թվականից այդ համակարգը դառնում է ավելի հստակ, ավելի կարգավորված և ավելի պատասխանատվությամբ։ Շտապօգնության կանչի պահին զանգ ընդունում է օպերատորը, տրվում են հստակ հարցեր, գնահատվում է իրավիճակի վտանգավորության աստիճանը, եթե առկա է կյանքին սպառնացող վիճակ, սուր ցավ, գիտակցության կորուստ, շնչառական խնդիր, սրտային կամ նյարդաբանական ախտանշաններ, ապա կանչը միանշանակ սպասարկվելու է, անկախ նրանից դա առաջին, 8-րդ թե 15-րդ կանչն է տվյալ տարում, այսինքն թիվը երկրորդական է, վտանգը առաջնային։ Սահակ Հակոբյանի ներկայացրած պատկերը այստեղ բավականին կտրուկ է, բայց իրականությանը մոտ։ Շտապօգնության ծառայության տվյալներով հաճախ կանչեր են գրանցվում հետևյալ պատճառներով.
Բարձր ջերմություն, առանց ուղեկցող վտանգավոր ախտանիշների, երկարատև ոչ սուր ցավեր, դեղ ստանալու կամ ճնշումը չափելու խնդրանք, բժշկի հետ պարզապես խոսելու ցանկություն կամ իրավիճակներ, որոնք ամիսներով չեն փոխվել։ Այս բոլոր դեպքերը բժշկական օգնության կարիք ունեն, բայց ոչ շտապ օգնության մակարդակով։ Հենց այստեղ է, որ համակարգը փորձելու է ուղղորդել քաղաքացիներին պոլիկլինիկա, ընտանեկան բժիշկ կամ համապատասխան մասնագետ։ Շտապ օգնության մեքենան, բժիշկ եւ ժամանակը սահմանափակ ռեսուրսներ են։ Երբ այդ ռեսուրսները օգտագործվում է անտեղի ինչ-որ մեկի համար, այն կարող է ուշանալ ճակատագրական պահին։ Սահմանափակում ունի 3 հիմնական նպատակ՝ պաշտպանել շտապ օգնության իրական առաքելությունը, նվազեցնել համակարգի գերծանրաբեռնվածությունը, բարձրացնել ծառայության որակը նրանց համար, ովքեր իսկապես դրա կարիք ունեն։ Սա բաժիշկ քայլ չէ, այլ կառավարման փորձ։ Չնայած պաշտոնական վստահեցումներին, սոցիալական ռիսկերը ակնհայտ են։ Կան խմբեր, որոնք ապրում են միայնակ, ունեն քրոնիկ հիվանդություններ, վախենում են հիվանդանոց գնալուց կամ չունեն մշտական բժշկի հասանելիություն։ Այս մարդկանց համար շտապ օգնությունը հաճախ եղել է միակ վստահելի օղակը։ Հենց այստեղ է պետության պատասխանատվությունը, զուգահեռ զարգացնել առաջնային բուժօգնությունը, ընտանեկան բժշկի ինստիտուտը եւ հանրային իրազեկումը։ Առանց դրա ցանկացած սահմանափակում ընկալվելու է որպես վտանգ։ 2026 թվականը Հայաստանի առողջապահական համակարգի համար պարզապես նոր տարեթիվ չէ, սա մտածողության փոփոխության փորձ է։ Շտապ օգնության 8 անվճար կանչի սահմանափակումը առաջին հայացքից կարող է թվալ խիստ, նույնիսկ վտանգավոր, բայց խորքում այն փորձ է ուղղել մի համակարգ, որը տարիներով աշխատել է լարվածության եզրին։ Պետք է անկեղծ լինել, շտապ օգնությունը Հայաստանում շատ դեպքերում օգտագործվել է ոչ թե որպես արտակարգ օգնություն, այլ որպես համընդհանուր լուծում ցանկացած առողջական անհանգստության համար։ Սա մեղադրանք չէ քաղաքացիներին, սա համակարգի բացթողումների հետևանքն է։ Երբ առաջնային բուժօգնությունը թույլ է, մարդը ստիպված է դիմել շտապ օգնությանը։ Երբ ընտանեկան բժիշկը անհասանելի է, շտապ օգնությունը դառնում է վերջին հույսը։ Երբ վստահությունը քիչ է, մարդը կրկին ու կրկին զանգում է շտապ օգնություն։ Նոր կանոնները փորձում են կոտրել այս փակ շրջանաձևը, բայց այստեղ կա մի կարևոր բայց։ Ոչ մի օրենք, ոչ մի սահմանափակում չի կարող արդարացված լինել, եթե դրա արդյունքում մարդը վախենա օգնություն խնդրել։ Ոչ մի բարեփոխում չի կարող հաջող լինել, եթե քաղաքացին զգա, որ իրեն մերժում են, երբ նա իրեն վտանգի մեջ է տեսնում։ Սա է պետության եւ համակարգի հիմնական պատասխանատվությունը։ Եթե շտապ օգնության կանչը շտապ է, այն պետք է սպասարկվի առանց հարցերի, առանց թվերի, առանց հաշվարկների։ Եթե կանչը շտապ չէ, քաղաքացին պետք է ստանա բացատրություն, աջակցություն եւ հստակ ուղղորդում, այլ ոչ թե փակ դուռ։ Այս փոփոխությունները կարող են աշխատել միայն մեկ դեպքում, երբ զուգահեռաբար ուժեղանում է առաջնային բուժօգնությունը, երբ ընտանեկան բժիշկը դառնում է հասանելի, երբ քաղաքացին գիտի ուր դիմել, ինչ անել եւ ինչ իրավունք ունի։ 8 զանգը սահման չէ օգնության համար, 8 զանգը սահման է չարաշահման համար, եւ հենց այստեղ է հասարակության դերը։ Եթե մենք շարունակում ենք շտապ օգնություն զանգել ամեն փոքր անհանգստության դեպքում, ապա մի օր այն կարող է ուշանալ այնտեղ, որտեղ իսկապես կյանք է փրկվում։ Եթե մենք սովորենք տարբերել շտապը ոչ շտապից, ապա համակարգը կաշխատի բոլորի համար ավելի արագ, ավելի ճիշտ եւ ավելի արդար։ Այս թեման չի ավարտվում այսօր։ 2026-ից հետո մենք բոլորս կլինենք այս համակարգի մի մասը, քաղաքացին, բժիշկը, պետությունը։ Եվ այս համակարգի հաջողությունը կախված է ոչ միայն օրենքներից, այլ նաև մեզանից, քանի որ շտապ օգնությունը պետք է մնա այն, ինչի համար ստեղծվել է, ոչ թե ամեն ինչի լուծում, այլ վերջին, բայց վստահելի օգնությունը, երբ իսկապես վտանգը կա։